Թալին խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ։ Արտաշես Բարի արքայի հետ է ուզում մրցել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, որ բարեգործությունների աննախադեպ շարք է սկսել խորհրդարանական ընտրություններից առաջ, հավանաբար ընդամենը Տավրոս բարեպաշտ կոչվելու համար։ Հանցագործության մասին հաղորդումը պատրաստված է, բայց աշխատանքային օր չի, դրանով պայմանավորված ավելի ուշ կուղարկենք։ Հանցագործության մասին հաղորդում է պատրաստել Ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը, որովհետև Սափեյանը որոշել է հենց հիմա օգնել մարդկանց տուն գնելու համար փող տալ, վճարել թալինցիների էլեկտրաէներգիայի ծախսը, գումար փոխանցել դեղորայքի համար։ Դրամական օգնություններից ցաբերվե այն ինչ 2024 թվականից իմ օրենքը արգելում է, այսինքն գումարի տեսքով սոցիալական օգնություն, տվյալանձը նաև հանդիսանում է տեխնացում, որոշումը կայացվել է իր կողմից։ Ըստ Գևորգ Քոթանջյանի ՔՊԱ-ական համայնքապետը նախընտրական շրջանում խախտել է բարեգործության արգելքը, որի համար պատասխանատվություն է նախատեսված քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։ Դրանք ինքնագործունեությամբ են զբաղվել։ Զուգահեռ դրան իհարկե համայնքի ղեկավար պետք է զարթանար, քանի որ հանդիսանում է տեխնացով, պետք է զարթանար այդ ընթացքում նման բարեգործություն իրականացնել։ Ինչ վատ բան կա օգնելու մեջ, զարմանում են թալինցիները։ Համայնքապետը ընդհանրապես բոլորին ա բաժանել, ոչ միայն այսօր։ Երբ բաժանել։ Ես չգիտեմ, չեմ անում։ Բայց բաժանում է ինքը։ Չէ, ով ասաց։ Նա օգնել է բոլոր կարիքավոր ընտանիքներին, այդքան բան գիտեմ։ Պարզապես բարեգործ է։ Իհարկե։ Ամբողջ համայնքի համար։ Ես մոտավորապես գիտեմ այդ գումարային պայերն, հա, բայց այդպես բաներ չկա։ 50 տարեկան մարդ եմ, ցավը տանել չեմ կարող խաբեմ։ Իմ աչքի տեսած ինչ աչքս տեսել այն եմ ասում։ Մնացած գումարային այդ խնդիրները եթե օգներ, բայց ինչ վատ բան կա դրա մեջ էլի։ Ընտանիքներ կա դիմել են, ստացել են, բայց մենք երբևիցե Կարող է իրանց գիտացածին ու перечиденс бац огнила панта это исключено. Они знают кому давать или чего. ոչ մի օգնություն մենք չենք ստացել։ Это указ, индипогентовый есть этим. Տեսախցիկների առաջ գուցե չասեն, բայց Սափեյանի բարեգործությունների մասին բաց գրված է համայնքի պաշտոնական էջում։ Եվ այսպես Տավրոս Սափեյանը որոշել է 370,000 դրամ փոխանցել Վարդանյանց ՍՊԸ-ին, 30,000 դրամ փոխանցել սնունդ ձեռք բերելու համար, 30,000 դրամ Ազնիվ Գրիգորյանին, 40,000 դրամ Սյուզաննա Եփրեմյանին, 30,000 դրամ Սիրանուշ Գրիգորյանին, 50,000 դրամ Հասմիկ Սահրադյանին, 100,000 դրամ Ռուստամ Լևոնյանին, Հեց ընկերության հաշվեհամարին փոխանցել 42,800 դրամ որպես էլեկտրաէներգիայի սպասարկման վճար, 54,160 դրամ փոխանցել Նարինե Խաչատրյանին դեղորայք գնելու համար։ Բարեգործությունների շարքը այսքանով չի ավարտվում։ Ինչու է հիմա Սափեյանը որոշել շռայլել Թալինի բյուջեն։ Տեղյակ է, որ սոցիալական աջակցություն կոչվածի հիման վրա հանցագործության մասին հաղորդում են պատրաստել։ Կներեք գայսր հանգստյան օրը։ Բայց պարզաբան է, եղել է այդպիսի բան դրամական աջակցության։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Այլուր։